Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ խոսել հայրենիքի մասին, հայրենասիրության մասին եւ հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների մասին։ Ինչպես արդեն հիշում եք, մի քանի օր առաջ ազգային ժողով ներկայացվեց մի նախագիծ, ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց մի նախագիծ, որը վերաբերվում էր, այսպես ասած, օրինական ճանապարհով գումարի դիմաց, գումար վճարելու դիմաց բանակից ազատվելուն։ Բարեբախտաբար ազգային ժողովի падգամավոր իմ կողմից շատ հարգված Անդրանիկ Քոչարյանի հետևողական ջանքերի շնորհիվ բարեբախտաբար падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված այդ օրենսդրական նախաձեռնությունը տապալվեց եւ չընդունվեց, այսինքն падգամավորների հավանությանը չարժանացավ։ Ինչու եմ ասում բարեբախտաբար, որովհետեւ ըստ էության падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված այդ օրենսդրական նախագիծը ինքը բավականին խնդրահարույց է, բավականին վիճահարույց է եւ նաեւ խտրականության տարրեր է իր մեջ պարունակում հետեւյալ հիմնավորմամբ։ Մասնավորապես ըստ падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ազգային ժողովի ներկայացված նախագծի դրույթների մեծահարուստները, այսինքն ֆինանսապես ապահովված անձինք վճարելով պետբյուջե վճարելով 20 միլիոն դրամից ավել գումար, պետք է ծառայեն ընդամենը մի քանի ամիս եւ պետք է վաղաժամկետ զորացրվեին պարտադիր զինվորական ծառայությունից։ Իսկ ֆինանսական միջոցներ չունեցող մյուս զինծառայողները, ովքեր որ ֆինանսական տեսանկյունից ի վիճակի չեն վճարելու այդ 20 միլիոն դրամից ավել գումարը, դրանք արդեն պետք է 2 տարի ժամանակով անցնեն պարտադիր զինծառայություն։ Այսինքն յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար տրամաբանական է, ակնհայտ է, որ падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ազգային ժողովի ներկայացված այդ օրենսդրական նախաձեռնությունը ավելի շատ միտված էր նրան, որ հող նախապատրաստել, որպեսզի հարուստների որդիները չծառայեն։ Այսինքն փողը տուր եւ մի գնա բանակ։ Եվ նորից եմ կրկնում, ազգային ժողովի падգամավոր իմ կողմից շատ հարգված Անդրանիկ Քոչարյանի հետևողական ջանքերի շնորհիվ բարեբախտաբար падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված այդ օրենսդրական նախաձեռնությունը չընդունվեց եւ տապալվեց։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել նաեւ, որ անձամբ ես ինքս համացանցում դիտել եմ, որ падգամավոր Հայկ Սարգսյանը, չգիտեմ էլ ինչպես անվանեմ այդ քրեական հեղինակությանը, ում մասին որ հիմա պետք է խոսեմ, խոսքը Չաղ Ռուստամի մասին է, ես ինքս համացանցում դիտել եմ մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանը քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի հետ միասին զբոսանավի վրա ինչ-որ աղջիկների հետ զվարճանում են։ Այստեղից ես արել եմ ողջամիտ հետևություն այն մասին, որ ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանը որոշակի կապեր ունի քրեական աշխարհի հետ։ Տվյալ դեպքում հենց Չաղ Ռուստամի հետ։ Եվ վերջինիս հետ գտնվում է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ։ Դրա մասին է վկայում հենց համացանցում տեղադրված իմ կողմից վկայակոչված հիշյալ տեսանյութը։ Եվ ինչպես արդեն բոլորս էլ գիտենք դրա մասին, գողականները, չգիտեմ, օրենքով գողերը, օրենքով գողերի որդիները կամ գողականներ, այսպես ասած, նրանք բանակում չեն ծառայում, քանի որ գողականներին հարիր չէ բանակում ծառայելը, այսինքն գողականներին պատիվ չի բերում բանակում ծառայելը։ Հիմա կոնկրետ մի հատ օրինակ բերեմ ես, ներողություն։ Ուրեմն ես հիմա հրապարակեմ գլխավոր դատախազության կողմից պաշտոնապես տարածված հաղորդագրությունը հետևյալի մասին։ Ուրեմն
օրենքով գող օշականցի Գևորգի որդուն Սարգիս Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ենթակա լինելով զորակոչի խաբեության ճանապարհով ժամկետային զինծառայության զորակոչից խուսափելու նպատակով նշված զորակոչին Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում է ներկայացրել ինքնությունը դեռևս չպարզված Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կեղծ անձնագրային տվյալներով անձի կողմից պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, հայտնելով նշված հիվանդությամբ տառապելու մասին։ Նշված հիվանդությամբ տառապելու հանգամանքը պարզելու նպատակով ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի համապատասխան բժիշկ մասնագետի կողմից Սարգիս Գևորգի Մելիքյանը ուղեգրվել է բժշկական հետազոտության նույն բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս փոխարեն նմուշ է հանձնել ինքնությունը չպարզված նույն անձը եւ ախտորոշվել է պարբերական հիվանդություն, հաստատված գենետիկորեն առանց երիկամների ֆունկցիայի խանգարման հիվանդությունը, որի հիման վրա էլ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ Սարգիս Գևորգի Մելիքյանը կառավարության 1204/2018 թվականի 404N որոշմամբ հաստատված ցանկի 29-րդ հոդվածի B կետի համաձայն ճանաչվել է ժամկետային զինծառայությանը ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում։ Ասեմ ավելին, այդ կերպ Սարգիս Գևորգի Մելիքյանը խաբեության ճանապարհով վերը նշված հիվանդությամբ չտառապելու պայմաններում զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող այլ անձի մոտ արկա ախտորոշումն օգտագործելու եղանակով ժամկետային զինծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է զորակոչից։ Այսինքն գլխավոր դատախազության կողմից պաշտոնապես տարածված իմ կողմից հիշատակված այս հաղորդագրությամբ փաստվում է, հաստատվում է, որ օրենքով գող օշականցի Գևորգի որդին Սարգիս Մելիքյանը բժշկական հանձնաժողովին է ներկայացրել այլ անձի բժշկական ախտորոշում եւ դա չգիտես ինչպես է նրան հաջողվել, որ այլ անձի երևանյան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ ախտորոշումը չգիտես ինչպես հաջողվել է դա վերագրել, որ իբրև թե Օշականցի Գևորգի որդին է տառապում այդ երևանյան հիվանդությամբ, պարբերական հիվանդությունը դա հենց երևանյան հիվանդությունն է եւ այսինքն փաստաթղթեր կեղծելու ճանապարհով չգիտես ինչպես Օշականցի Գևորգի որդուն հաջողվել է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այդ գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Այսինքն ես ինչու եմ այս հանգամանքը հիմա վկայակոչում, կոնկրետ ես, Էրիկ Գեղինյանս, եւ վստահ եմ, որ ինձ նման բազմաթիվ ողջամիտ անձնավորություններ նույնպես հստակ պատճառահետևանքային կապ եմ տեսնում ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված այդ վերը նշված օրենսդրական նախաձեռնության եւ գողականների կողմից բանակում չծառայելու միջև։ Այսինքն հիմա այլ ավելի հստակեցնեմ իմ ասելիքը։ Քանի որ ինչպես արդեն քիչ առաջ նշեցի, համացանցում արկա է մի տեսանյութ, մասնավորապես YouTube-ում արկա է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանը քրեական հեղինակություն Չախ Ռուստամի հետ միասին զբոսանավում, աղջիկների հետ զվարճանում է, այսինքն դա նշանակում է, որ ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանը իմ փաստարկված դիտարկմամբ ամենայն դեպս Չախ Ռուստամի հետ, քրեական հեղինակություն Չախ Ռուստամի հետ գտնվել է կամ միգուցե ներկայումս նույնպես գտնվում է բավականին մտերիմ փոխհարաբերությունների մեջ։ Եվ քանի որ քիչ առաջ ես հրապարակեցի գլխավոր դատախազության կողմից տարածված մի հաղորդագրություն, որը պաշտոնական տեղեկատվություն է եւ գլխավոր դատախազության կողմից տարածված այս տեղեկատվության, այս հաղորդագրության հավաստիությանը ես ամենևին էլ չեմ կասկածում եւ համաձայն գլխավոր դատախազության կողմից տարածված այդ հաղորդագրության օրենքով գողօշականցի Գևորգի որդին Սարգիս Մելիքյանը բժշկական փաստաթղթեր կեղծելու միջոցով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից, այսինքն ինչ է ստացվում, որ
գողականները ըստ էության իրենք չեն ուզում, չեն ցանկանում ծառայել եւ տարբեր տարաբնույթ կեղծիքներով, տարաբնույթ մեթոդներով փորձում են խուսափել զինվորական ծառայությունից։ Եվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանը Չաղ Ռուստամի գողական, այսինքն քրեական հեղինակություն, գողական Չաղ Ռուստամի հետ գտնվում է բավականին մտերիմ հարաբերությունների մեջ, հետևաբար ես հիմք ընդունելով իմ կողմից վկայակոչված այս ճշմարտացի հանգամանքները, ինձ մոտ ողջամտորեն համոզմունք է ձևավորվել այն մասին, որ ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ազգային ժողովի ներկայացված իմ կողմից վկայակոչված վերը նշված այդ օրենսդրական նախաձեռնությունը իրականում նպատակ է հետապնդում, սա իմ դիտարկումն եմ ես ասում, հիմք ընդունելով քիչ առաջ թվարկված հանգամանքները, այսինքն ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ազգային ժողովին ներկայացված հիշյալ օրենսդրական նախաձեռնությունը, այսինքն 20 եւ ավելի միլիոն դրամ վճարելու դիմաց ազատվել զինծառայությունից կամ 2 տարվա փոխարեն ծառայել մի քանի ամիս, հենց այդ օրենսդրական նախաձեռնությունը կոնկրետ նպատակ է հետապնդում հիմքեր ստեղծել, որպեսզի գողականները կամ գողականների որդիները այսուհետև հայոց բանակում չծառայեն, քանի որ բոլորս էլ գիտենք, որ գողականները տիրապետում են ֆինանսական հսկայական միջոցների, հետևաբար տրամաբանական է, որ գողականների համար այդքան մեծ գումար իրենից չի ներկայացնում 20 միլիոն դրամը կամ 30 միլիոն դրամը, դա գողականների համար չնչին գումար է եւ վստահ եմ, որ եթե այդ օրենքը ընդունվի, ապա յուրաքանչյուր գողական պետք է պետբյուջե վճարեր այդ 20-30 միլիոն դրամը եւ այդ հիմքով պետք է ազատվեր զինծառայությունից։ Դրա համար եմ ասում, որ Փառք ու պատիվ ազգային ժողովի падգամավոր իմ կողմից շատ հարգված Անդրանիկ Քոչարյանին, ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի հիշյալ օրենսդրական նախաձեռնությունը տապալելու համար։ Այո, հենց Անդրանիկ Քոչարյանի հետևողական ջանքերի շնորհիվ եւս մեկ անգամ պետք է դա ընդգծեմ։ Անդրանիկ Քոչարյանի հետևողական ջանքերի շնորհիվ Հայկ Սարգսյանի հիշյալ խնդրահարույց եւ վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունը բարեբախտաբար ազգային ժողովը չընդունեց։ Հիմա նաեւ ցանկանայի հանրությանը տեղեկատվություն տրամադրել հետեւյալ հանգամանքների մասին։ Մասնավորապես իմ ունեցած հավաստի տեղեկություններով Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթո Մականունով Սարգիս Ղարաքեշիշյանի որդին նույնպես ինչ որ կեղծիքների ճանապարհով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, ուստի հիմա պատկան մարմիններին, պետական իրավասու մարմիններին, իրավապահ մարմիններին կոչ եմ անում իմ այս տեղեկատվությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ տալ համապատասխան ընթացք։ Ես սրա մասին տեղեկացել եմ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից եւ այս տեղեկատվության հավաստիությանը ես ամենևին էլ չեմ կասկածում։ Հիմա անդրադառնամ իմ ունեցած հաջորդ տեղեկատվությանը, որի մասին նույնպես ես լսել եմ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից եւ անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները ստուգեն այս տեղեկատվության իսկությունը։ Մասնավորապես ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ Լոռու մարզի գյուղերից մեկի գյուղապետը, անուն ազգանունը նպատակահարմար չեմ գտնում հնչեցնել այդ գյուղապետի, Լոռու մարզի գյուղերից մեկի գյուղապետը իր որդուն տարել է Ռուսաստանի Դաշնություն եւ այդ հիմքով այդ գյուղապետի որդին նույնպես չի ծառայել հայոց բանակում եւ ազատվել է զինվորական ծառայությունից։ Եթե իրավապահ մարմինները արձագանքեն իմ այս տեղեկատվությանը, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում իրավապահ մարմիններին տեղեկացնել իմ կողմից հիշատակված այդ գյուղապետի անուն ազգանունը եւ անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվեն համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որպեսզի պարզվի, թե իմ կողմից նշված այդ խնդրո առարկա գյուղապետի որդին ինչ պայմաններում է հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչպիսի պայմաններում է, որ իմ կողմից հիշատակված այդ գյուղապետի որդին չի ծառայել հայոց բանակում։
Նաև կցանկանայի հանրությանը մի հանգամանքի մասին նույնպես հանրության առջև, մի տեղեկատվությամբ նույնպես հանդես գալ հանրության առջև, դժբախտաբար հիմա մեր հասարակության մեջ հաճախակիացել են այն դեպքերը, որ այսպես ասած գողականները անընդհատ հասարակական վայրերում իրար վրա են կրակում, իրար են սպանում, եւ եթե գողականները այդպես լավ կարողանում են զենք օգտագործել եւ իրար վրա կրակել, իրար սպանել, հետաքրքիրը այդ նույն գողականները ինչու չեն գնում պատերազմի դաշտում իրենց այդ զենքից օգտվելու կարողությունները ցուցադրում պատերազմի դաշտում, այլ ոչ թե հայը հայի վրա է կրակում, հայը հային է սպանում։ Ես դա անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում, եւ եթե գողականները իսկապես ըստ իրենց պատկերացումների իրենք ճիշտ կյանքով են ապրում, ըստ իրենց, եթե դա այդպես է, ապա ճիշտ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ տղամարդ գնա բանակ եւ հայրենիքի առջև կատարի իր սրբազան պարտքը, ընդհանուր նաեւ մասնակցի պատերազմի ժամանակ մասնակցի ռազմական գործողությունների։ Մինչդեռ ինձ հայտնի չէ նման տեղեկատվություն, որ պատերազմի ժամանակ որևէ գողական գնացած լինի պատերազմ եւ պաշտպանած լինի իր հայրենիքի սահմանները։ Այսինքն նման բան չկա։ Գողականները միայն Հայաստանի սահմանների ներսում իրար վրա են կրակում, իրար են սպանում, սակայն պատերազմի ժամանակ որևէ գողական չի գնում պատերազմ եւ չի պաշտպանում իր հայրենիքը։ Չգիտեմ դա գողական պատկերացումներով, եթե դուք դա ճշմարիտ եք համարում նման ապրելակերպը, ամենայն դեպս ես նման գործելակերպը, նման ապրելակերպը ես ճշմարիտ չեմ համարում եւ ճիշտ չեմ համարում ես դա համարում եմ սխալ։ Նաեւ կցանկանայի հանրությանը տեղեկատվություն տրամադրել նաեւ այն մասին, որ կոնկրետ 44 օրյա պատերազմի ժամանակ Էրի Գեղինյանս կամավոր, այսինքն գրավոր ձևով, գրավոր դիմումի տեսքով կամավոր դիմել եմ Լոռու մարզի զինկոմիսարիատին, խնդրելով, որ ինձ նույնպես զորակոչեն ռազմաճակատ, քանի որ ես ցանկություն եմ հայտնել, ես նույնպես մասնակցել ռազմական գործողություններին, սա հաստատված փաստ է, այսինքն ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում, այլ հրապարակում եմ միայն հավաստի եւ ճշգրտված տեղեկատվություն եւ ըստ անհրաժեշտության իրավապահ մարմինները հանգիստ կարող են ստուգել իմ խոսքերի ճշմարտացիությունը, ասեմ, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ես ինքս պատրաստակամություն եմ հայտնել կամավոր մեկնել ռազմաճակատ եւ պաշտպանել հայրենիքի սահմանները, այդ կապակցությամբ ես 44 օրյա պատերազմի ժամանակ գրավոր դիմում եմ հասցեագրել ոստիկանության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բազումի բաժնի պետին, խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Էրի Գեղինյանս նույնպես կամավոր զորակոչվեն բանակ։ Ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնի կողմից իմ այդ դիմումը վերահասցեագրվել էր Լոռու մարզի զինկոմիսարիատին եւ սա մինչդեռ Լոռու մարզի զինկոմիսարիատի կողմից իմ այդ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ զորքերի քանակակազմը համալրված է։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ իմ այդ դիմումում ես պատրաստակամություն էի հայտնել նաեւ ռազմաճակատում գտնվելու ժամանակ կատարել ռազմական լրագրողի աշխատանք, այսինքն ես ցանկացել եմ նաեւ պատերազմի ժամանակ ռազմաճակատ մեկնել որպես ռազմական լրագրող եւ ըստ էության Լոռու մարզի զինկոմիսարիատի կողմից իմ այդ կամավոր ինձ ռազմաճակատ զորակոչելու իմ այդ դիմումը ըստ էության մերժվել է այն պատճառաբանությամբ, որ զորքերի անհրաժեշտ քանակը համալրված է։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ Էրի Գեղինյանս 44 օրյա պատերազմի ժամանակ ես ինքս անտեսելով մահը, անտեսելով վտանգը, ի տարբերություն շատ շատերի, ամենևին էլ մորթապաշտություն չեմ դրսևորել եւ պատրաստակամություն եմ հայտնել կամավոր մեկնել ռազմաճակատ եւ մասնակցել ռազմական գործողություններին, սակայն իմ այդ կամավոր ինձ ռազմաճակատ զորակոչելու իմ խնդրանքը, ինչպես արդեն նշեցի, մերժվել է։ Սրանք հաստատված փաստեր են, ես նորից եմ կրկնում, ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում եւ իմ խոսքերի ճշմարտացիությունը
հանգիստ կարող են ստուգել իրավապահ մարմինները, եթե իհարկե կասկածի տակ դնեն իմ խոսքերի արժանահավատությունն ու ճշմարտացիությունը։ Նաև կցանկանայի նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ամենայն դեպս ինձ նման տեղեկություններ հայտնի չեն, կոնկրետ ինձ հայտնի չեն, միգուցե, չգիտեմ, միգուցե եղած լինեն նման դեպքեր, սակայն ինձ հայտնի չեն, այսինքն ես հիմա հրապարակում եմ միայն ինձ հայտնի դարձած տեղեկությունները, կոնկրետ 44-օրյա պատերազմի ժամանակ ինձ հայտնի չի եղել նման տեղեկատվություն, որ ինչ-որ դատախազ կամ դատավոր կամավոր մեկնի ռազմաճակատ եւ մասնակցի ռազմական գործողություններին։ Չգիտեմ նման բան արդյոք եղել է թե ոչ, ամենայն դեպս ինձ նման տեղեկություններ հայտնի չեն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ դատախազ կամ դատավոր մեկնի ռազմաճակատ եւ պատերազմի ժամանակ մասնակցի ռազմական գործողություններին։ Այլ պատերազմի ժամանակ ռազմական գործողություններին մասնակցել են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ ոստիկանության ծառայողներ, դժբախտաբար պատերազմի 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի զոհվել են, նահատակվել են նաև ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, սակայն որևէ դատախազ, որևէ դատավոր, ինչպես արդեն նշեցի, իմ ունեցած տեղեկություններով, կրկնում եմ, իմ ունեցած տեղեկություններով 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ դատախազ կամ որևէ դատավոր կամավոր չի մեկնել ռազմաճակատ եւ չի մասնակցել ռազմական գործողություններին, բուն ռազմական գործողություններին։ Այսինքն ուզում եմ ասել, որ երբ որ որոշ դատավորներ եւ որոշ դատախազներ պատերազմի ժամանակ իրենց տաքուկ պաշտոնն էին վայելում, այդ ժամանակ շատ ու շատ քաջասիրտ տղաներ, շատ ու շատ հայ քաջորդիներ, մեր հայ առյուծներ զոհվում էին հանուն հայրենիքի։ Մինչդեռ շատ ու շատ դատախազներ եւ դատավորներ փոքրոգիաբար վայելում էին իրենց տաքուկ պաշտոնները։ Ես որևէ մեկից չեմ վախենում եւ առանց կաշկանդվածության, առանց որևէ մտավախության պետք է բարձրաձայնեմ իրականությունը, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս ամենի մասին։ Հիմա ամփոփելով իմ այս հայրենասիրական եթերը, կցանկանայի նախ նշել, որ անկախ ամեն ինչից հայրենիքը դա բարձրագույն արժեք է, հայրենիքը ամենևին էլ պետք չէ նույնացնել իշխանությունների հետ, կրկնում եմ, հայրենիքը դա բարձրագույն արժեք է եւ հայրենիքը պետք չէ նույնացնել իշխանությունների հետ, այսինքն ինչքան էլ իշխանությունները վատը լինեն, ինչքան էլ մարդը իշխանություններին չսիրի, այնուամենայնիվ հայրենիքը դա վեհ գաղափար է, վեհ բարձր արժեք է, բարձրագույն արժեք է եւ եթե հայրենիքը գտնվում է վտանգի մեջ, ապա յուրաքանչյուր ոք պետք է մի կողմ դնի իր չսիրած իշխանությունների հետ ունեցած իր գաղափարական տարաձայնությունները եւ պետք է տղամարդու պես զենք վերցնի իր ձեռքը եւ մասնակցի ռազմական գործողություններին։ Դա յուրաքանչյուր հայ տղամարդու պարտքն է հայրենիքի առջև կատարել իր սրբազան պարտքը։ Նաև կցանկանայի նշել, որ դժբախտաբար հիմա մեր հայոց բանակում դժբախտաբար սա ցավով պետք է արձանագրեմ, սակայն փաստն եմ արձանագրում, նորից եմ կրկնում, որևէ ապատեղեկատվություն չեմ տարածում ես, դժբախտաբար մեր հայոց բանակում տարածված են խաղաղ պայմաններում զինծառայողների ինքնասպանությունների դեպքերը։ Իհարկե այդ զինծառայողների ինքնասպանությունների դեպքերը դրանց պատճառները, դրանց դրդապատճառները բավականին խորքային են, սակայն ամեն դեպքում ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է արձանագրեմ, որ եթե զինծառայողը խաղաղ պայմաններում ինքնասպանություն է գործում, ապա ակնհայտ է, որ որևէ մեկը նրան դրդել է, այսինքն հասցրել է այդ քայլին։ Դժբախտաբար ներկայումս նույնպես մեր հայոց բանակի զորամասերում տարածված են այդ սուտի գողականների բարքերը, այդ, չգիտեմ, յախշիները, ովքեր որ գտնվում են որոշ զինծառայողներ, ովքեր իրենց համարում են յախշիներ, գողականներ,
Դժբախտաբար հայոց բանակում կան այդպիսի յախշիներ, ովքեր որ գտնվում են արտոնյալ պայմաններում, բնականաբար զորամասի հրամանատարության գիտությամբ գտնվում են արտոնյալ պայմաններում եւ ճնշում են որոշ զինծառայողների, այսինքն այդ այսպես կոչված գողական յախշիները նվաստացնում են որոշ զինծառայողների ինքնասիրությունը, արժանապատվությունը, միգուցե նաև զինծառայողներից փող են անընդհատ պահանջում եւ զինծառայողներն էլ չհամակերպվելով այդ ճնշումներին արդեն այլընտրանք չունենալով ստիպված վերջ են տալիս ինքնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին։ Սա բավականին նուրբ թեմա է, բավականին ցավոտ թեմա է եւ պետք է հենց զորամասի հրամանատարությունը հենց իրենք այս հարցում լինեն հետևողական, պետք է չափազանց զգոն լինեն եւ զորամասերի տարածքում պետք է վերջ տալ այդ գողական բարքերով առաջնորդվող այդ գաղափարախոսությունները պետք է արմատախիլ անել զորամասերից, որպեսզի որևէ զինծառայող իրեն արտոնյալ չզգա, իրեն այսպես ասած յախշի չհամարի եւ չճնշի մյուս զինծառայողներին։ Նաեւ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ներկայումս Լոռու մարզի գլխավոր զինվորական կոմիսարն է իմ լավագույն բարեկամ, իմ լավ ընկեր Սարգիս Վահրադյանը, ով ներկայումս զբաղեցրել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը եւ ներկայումս Սարգիս Վահրադյանը արդեն իսկ զբաղեցնում է Լոռու մարզի գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը եւ հավաստիացնում եմ, որ Սարգիս Վահրադյանը նույնպես անողոք կերպով պայքար է տարել այդ սուտի գողականների դեմ, այդ չգիտեմ, այդ այսպես կոչված արտոնյալների սուտի գողականների դեմ, համենայն դեպս, երբ որ Սարգիս Վահրադյանը զբաղեցնում էր ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, այդ ժամանակ վերջինս մշտապես անողոք կերպով պայքար է տարել այդ սուտի գողականների դեմ եւ վստահ եմ, որ զինվորական կոմիսարի, Լոռու մարզի գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվելու ժամանակ նույնպես Սարգիս Վահրադյանը հավատարիմ մնալով սպայի իր կոչմանը ներկայումս նույնպես պետք է զբաղվի զորամասերում տիրող այդ յախշիների դեմ, ովքեր որ իրենց արտոնյալ են համարում եւ ես վստահեցնում եմ, որ ես նույնպես Սարգիս Վահրադյանի հետ համատեղ պայքար եմ տանելու զորամասերում որոշ զորամասերում տիրող այդ յախշիների դեմ, ովքեր որ ճնշում են որոշ զինվորների, միգուցե նրանցից փող են վերցնում կամ այլ ճնշումների են ենթարկում, այդ դեպքերը պետք է ոչ թե նվազագույնի հասցնել հայոց բանակում, այլ պետք է ամբողջությամբ արմատախիլ անել նման անընդունելի եւ անթույլատրելի երևույթները եւ վստահաբար կարող եմ պնդել, որ եթե նմանատիպ երևույթները ամբողջությամբ արմատախիլ արվեն մեր հայոց բանակից, ապա դա կնպաստի, որպեսզի զինծառայողների ինքնասպանության դեպքերը վերանան, այսինքն նման դեպքեր այլևս չկրկնվեն, նման դեպքեր այլևս չլինեն։ Վերջում կցանկանայի նաև մի դիտարկում եւս անել, որ օրինակ չգիտեմ ինչու Եհովայի վկաները նույնպես բանակում չեն ծառայում, զենք չեն վերցնում եւ կարծում եմ, որ պետությունը պետք է սրա դեմ նույնպես օրենսդրական մեխանիզմներ մշակի, որովհետեւ հիմա շատ ու շատ անձինք, ովքեր որ չեն ցանկանում բանակում ծառայել եւ որպեսզի չդատապարտվեն, որպես բանակից խուսափող չդատապարտվելու նպատակով շատ ու շատ անձինք ձևացնում են, որ իբրև թե իրենք Եհովայի վկաներ են եւ այդ հիմքով խուսափում են զինվորական ծառայությունից։ Այսինքն կարծում եմ, որ պետությունը պետք է սրա դեմը առնելու, այսինքն այս ամենը կանխարգելելու նպատակով պետք է մշակվեն համապատասխան օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի բանակում ծառայեն նաև Եհովայի վկաները, այսպես ասած, կարճ կոնկրետ։ Նաև կցանկանայի հանրությանը տեղեկատվություն տրամադրել նաև հետևյալ հանգամանքի մասին, մասնավորապես իմ ունեցած հավաստի տեղեկություններով
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը Միշոն իր իսկ կողմից նախկինում ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, ապօրինի շինությունը իր կենթանության օրոք նախկինում 50,000 ԱՄՆ դոլարով վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին։ Եվ այս պատմության մեջ ինչն է հատկանշականը։ Հիմա էլ ավելի հստակեցնեմ։ Ուրեմն, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ Եհովայի վկաների որոշ երեցներ, այսինքն երեցները դրանք Եհովայի վկաների առաջնորդներն են, հովիվները, այսպես ասած։ Սովորաբար օրինակ նույն Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունում, նույն կյանքի խոսք կրոնական կազմակերպությունում այդտեղ պարբերաբար կազմակերպվում են ինչ-որ հանգանակություններ, չգիտեմ դա ինչ անուն տամ դրան, հանգանակություններ ասեմ, թե դրամահավաքներ ասեմ, այսինքն այդ կրոնական կազմակերպության եկեղեցու ներսում նույն Եհովայի վկաների կյանքի խոսքի այդ կրոնական կազմակերպությունների եկեղեցու ներսում տեղադրված է մի արկղ, որտեղ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է որոշակի գումար նվիրաբերել այդ կրոնական կազմակերպությանը։ Այսինքն իմ կարծիքով դա իրենից ներկայացնում է, դա նշանակում է, որ այդտեղ կազմակերպվում են ինչ-որ դրամահավաքներ եւ հանգանակություններ, ես այդպես եմ մտածում։ Ինչևիցե իմ կողմից վկայակոչված այդ դրամահավաքների, հանգանակությունների արդյունքում հավաքվում են բավականին մեծ գումարներ եւ կոնկրետ հիմա ես կոնկրետ օրինակ բերեմ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր իսկ կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված շինությունը նախկինում 50,000 ԱՄՆ դոլարով վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին եւ այդ շինության գնորդներն են հանդիսացել Եհովայի վկաների երեցները։ Այսինքն ինչ է ստացվում, որ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունում, ինչպես արդեն նշեցի, այդ կազմակերպված դրամահավաքների, հանգանակությունների, երբ որ արկղ են դնում, այդ արկղի մեջ ով ցանկանում է գումար է գցում, այսինքն դա եմ ես համարում հանգանակություն եւ դրամահավաք, այդ ամենի արդյունքում տարբեր Եհովայի վկաների այդ հետևորդները գումարներ են գցում այդ արկղի մեջ, դրա արդյունքում հավաքվում են որոշակի գումար, այդ գումարով Եհովայի վկաների երեցները ձեռք են բերում շինություն, այսինքն գնում են շինություն, խոսքս վերաբերվում է հենց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից Եհովայի վկաներին վաճառված այդ շինությանը, եւ այդ շինությունը գնելուց հետո Եհովայի վկաների երեցները այդ շինությունը գրանցում են իրենց անվամբ կադաստրում, հենց կադաստրում այդ երեցները, Եհովայի վկաների երեցները կադաստրում այդ շինությունը որպես սեփականություն, կրկնում եմ, որպես սեփականություն կադաստրում երեցները գրանցում են իրենց անվամբ։ Մինչդեռ հատկանշական է այն հանգամանքը, որ Եհովայի վկաների երեցները այդ շինությունը ձեռք բերելու համար այդ գումարը հայթայթելու գործում որևէ ներդրում չեն ունեցել այդ երեցները, այլ ինչպես արդեն նշեցի, այդ գումարը հավաքագրվել է իմ կողմից հիշատակված այդ դրամահավաքների հանգանակությունների արդյունքում, այսինքն արկղը որ դրած է, այդ արկղի մեջ գումար են գցում Եհովայի վկաների հետևորդները, որի արդյունքում ժամանակի ընթացքում հավաքվում են բավականին մեծ գումարներ։ Եվ կարծում եմ, որ սա խարդախության դասական օրինակ է եւ կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի այս հարցով, պետք է պարզվեն թե Եհովայի վկաների, թե կյանքի խոսքի եւ թե մնացած բոլոր Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող մնացած բոլոր կրոնական կազմակերպություններում կազմակերպվող այդ դրամահավաքների, հանգանակությունների արդյունքում հավաքված գումարները ինչի վրա են ծախսվում եւ ինչ նպատակ են հետապնդում այդ հանգանակությունները, նաեւ նույն համացանցում տարածված տեղեկություններից ես հավաստիացել եմ, ես տեղեկացել եմ, որ հենց հայ առաքելական եկեղեցու հոգևորականներն են իրենց հարցազրույցներում այդ մասին բազմիցս բարձրաձայնել, որ դրսից, այսինքն եվրոպական պետություններից Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությանը
պարբերաբար փոխանցվում են ֆինանսական հսկայական միջոցներ։ Ոստի հիմա ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ստուգել իմ կողմից մատնանշված այս տեղեկատվությունները եւ պարզել թե ով եւ ինչ նպատակով է Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությանը դրսից պարբերաբար փոխանցում ֆինանսական հսկայական միջոցներ։ Նաեւ պարզել թե այդ իմ կողմից վկայակոչված այդ հանգանակությունների, այդ դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարներով երբ որ երեցները սեփականություն են գնում, այսինքն նույն կոնկրետ Միքայել Ղարաքեշիշյանին պատկանող սեփականությունը, երբ որ երեցները գնել են, անհրաժեշտ է պարզել, թե երեցները ինչ նպատակով են այդ Միքայել Ղարաքեշիշյանից գնված այդ շինությունը, երեցները ինչ նպատակով են Եհովայի վկաներ երեցները այդ շինությունը կադաստրում որպես սեփականություն գրանցել իրենց անվամբ։ Եվ եթե ի հայտ կգան խարդախության հանցակազմը մատնանշող հանցակազմը հիմնավորող տվյալներ, ապա կխնդրեի դրան տալ համապատասխան քրեա իրավական գնահատական։ Ինչպես արդեն նշեցի, ես որևէ մեկին չեմ զրպարտում, այլ ընդհանրապես հրապարակեցի իմ լսած տեղեկատվությունները, որոնք որ պետք է իրավապահ մարմինների կողմից դառնան ստուգման առարկա, որպեսզի ի վերջո պարզվի եղելությունը։ Ամփոփելով իմ այս եթերը, վերջում հարգելի հետևորդներ, նաև հարգելի իրավապահ մարմիններ, ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները ականջալուր կլինեն իմ այս եթերում, իմ այս տեսանյութում իմ կողմից արծարծված ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ պատկան իրավասու մարմինների կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, որպեսզի ստուգվեն իմ այս տեսանյութում իմ կողմից հնչեցված դիտարկումները, որոնց որոշ մասը իրենց մեջ ակնհայտորեն պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Եթե կունենաք իմ այս տեսանյութի հետ կապված ինձ ուղղված հարցեր, ապա կարող եք այս տեսանյութի մեկնաբանություններում գրել ինձ ուղղված ձեր հարցերը, սիրով կպատասխանեմ ձեր կողմից ինձ ուղղված բոլոր ողջամիտ հարցադրումներին։ Թերևս այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։